Խոսենք Գարքունիքի մարզում առաջացած հրդեհի մասին։ Հրդեհի հազանգը ստացվել է ամսի 21-ին, փրկարար ծառայությունը մեծ թվով ուժեր ներգրավեց դեպքի վայր հրդեհը կանխարգելելու համար, գրեթե մոտ 1400 փրկարար ծառայող մասնակցեցին հրդեհաշիժման աշխատանքներին։ Հրդեհը արդեն իր տեմպերը թուլացրեց ամսի 22-ին, 22 երեկոյան, ինչը հնարավորություն տվեց մեր ուժերը տեղափոխել Տավուշի մարզ։ Ինչպես գիտեք, Տավուշի մարզում արդեն երեկվանից ակտիվ աշխատանքներ ընթանում են, մոտ 800 թվով փրկարարներ ներգրավված են աշխատանքներում, ունենք նաև ռեզերվ։ Ներկա պահին իրավիճակը վերահսկելի է։ Դուք ճիշտ նկատեցիք, մենք նաև ներգրավել ենք Պաշտպանության նախարարության մեկ ուղղաթիռ, որի միջոցով մենք իրականացնում ենք հրդեհաշիժման աշխատանքներ։ Հայտնի է, որ ներքին գործերի նախարարությունը նման տեխնիկա ձեռք բերելու ներկայումս անհրաժեշտություն չունի, քանի որ դա համարվում է թանկ պահվող տրանսպորտային միջոց, ծառայությունը շատ թանկ է դրա պահելու համար, շատ գումարներ են անհրաժեշտ։ Դեռևս մենք ունենք մեթոդներ, որոնք փորձում ենք կիրառել նման դեպքերում, ավելի արդյունավետ օպտիմալ օգտագործենք օդային տրանսպորտը հրդեհները մարելու համար անտառային։ Մենք փորձում ենք մոդիֆիկացնել եղած ուղղաթիռները անտառային հրդեհների դեմ պայքարի համար։ Նրանց մեջ փորձում ենք կահավորել հատուկ բակեր, որոնք հնարավորություն կտան ուղղաթիռին ավելի մոտիկից իրականացնելու հրդեհաշիջումը։ Ձեր ռեսուրսների հիմա բավարար են սոցիալական ցանցերում կամավորական խմբեր ձևավորելու հայտարարությունները լինում, դրա հնարավորությունը կա։ Հրդեհաշիժման աշխատանքներին ներգրավված են ոչ միայն փրկարար ծառայության աշխատակիցները, ծառայողները, նաև էկոպարակները, ոստիկանության ծառայողները, կամավորները, բնակչությունը, այնպես որ ներկա պահին իրավիճակը վերահսկելի եւ ուժերը բավարար են։ Ազգային պարտի տարածքն է։ Ըստ իմ տեղեկություններով դեռ չի մտել ազգային պարկի տարածք, մոտեցել է, բայց չի մտել։ Իսկ ներառություն Դիլիջանի ու Գեղարքունիքից բացի նշվում է, որ այլ հատվածներում ևս օրինակ Սյունիքի։ Այո, ունենք հրդեհներ նաև Սյունիքի մարզում, Լոռու մարզում, Շիրակի մարզում։ Ունեցել ենք, դրանք արդեն թույլ են մարվել են, միայն մնացել է Դիլիջանի մարզի